իրենք շատ մեծ հաջողությամբ Հրազդան ցեմենտը ոչնչացրեցին, կարելի ասել, հիմա կոչնչացնեն Արարատ ցեմենտը, հետագայում այլ ցեմենտներ կոչնչացնեն, իրենք թշնամություն են անում Հայաստանի տնտեսության հետ, ամբողջությամբ ոչնչացնում տնտեսության դեմ, ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը Հայաստանում, այդ երկու կոպեկները դուք այսօր լսեցիք, ես մի պահ լսել եմ, 150 տոննա լոլիկ են արտահանել այս մարդիկ, պատկերացնում եք ինչի մասին էր խոսքը, երբ օրը ամիսը 1000 տոննաներ էին արտահանում, այսինքն սրանք իրենց ստերով փորձում են արտարացնել իրենց ձախողումները։ Այլընտրանքային շուկաներ են ասում, ըստ իրենց դա այլընտրանքային շուկաներ գտնելու համար է, պարոն Կարապետյան, որ միակողմանի միայն մի երկրից կախվածություն չունենա։ Չի ստացվում է։ Եթե այլընտրանքային շուկաների համար պետք է ծախսել ամբողջ Հայաստանի բյուջեն, իսկ այս տեմպերով իրենք դա անելու են։ Այսինքն ինչ են անում։ Մարդիկ գոնե, չգիտեմ ինչքան են, մի 200 դրամ ստանալու համար բարձում են մեքենաները, տանում են Վրաստան, միգուցե թափում են այնտեղ այդ ապրանքը, գալիս են, որ այդ 200 դրամը ստանան, տանեն իրենց վարկերի հարցը լուծեն, բայց դա բերելու է այդ ձեռնարկությունների փակվելուն ու արդեն ուսումնասիրեք ինչքան ձեռնարկություններ արդեն փակվել են։ Դա տեղեկություն է, թե ենթադրություն։ Դուք տեղեկություններ ունեք, որ այդ կերպ են վարվում։ Ես ենթադրում եմ, բայց իմ ենթադրությունները միշտ 90%-ով նման են։ Փաշինյանն ասում պետականացվելու է, այսինքն ըստ այդմ էլ ղեկավար կազմը փոխելու աշխատատեղերը մնալու են, այսինքն Դե պետականացրել են, Հրազդան ցեմենտը պետականացրել են։ ցեմենտ են ուզում պետականացնել։ Չեն աշխատացնում, մարդիկ 4-500 մարդ մնացել են առանց աշխատանքի, ով էր խանգարում իրենց աշխատացնեն Հրազդան ցեմենտը։ Պարոն Կարապետյան, ես ինքնաբացարկի մասով մի վարքյան էլի, ես ինքնաբացարկի Պարոն Կարապետյան, տեսեք, դուք նախկինում էր 2021-ի ընտրություններից հետո ընդդիմությունը խոստանում էր իշխանապահության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, փողոցային պայքար սկսեցին, իմպիչմենտի գործընթաց տապալվեց։ Հիմա ըստ ձեզ, այս խորհրդարանը ընդդիմադիր ուժերի պլանները ինչով են տարբերվում նախորդից։ Դուք ինչ կանխատեսումներ ունեք, դուք հաջողվելու եք ձեզ իշխանապահության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, ինչ կանխատեսումներ կան։ Հիմա օրորի, ես ասել եմ, օրորի ավելի է ձախողվելու։ Դրա համար ես նախորդ անգամ ասեցի, լինելու է տրիգեր, որը ընդդիմությունը օգտագործելու է։ Պարոն Կարապետյան, արդեն հավաքական։ Դե պարզա ես չունեմ, բայց ես տեսնում եմ, քայլերը տեսնում եմ, իրենք կորցրել են իրականությունը։ Չկա արդեն, իրենք չեն հասկանում ինչ են անում, իրենք շարունակում են ստերով կերակրել մեր ժողովրդին, բայց դրան վերջ կա։ Բայց մեկուսացնում են ընդդիմության առաջնորդներին, օրինակ Ծառուկյանի տեսանք ինչ արեցին, համաշխարհային խայտառակություններ դա։ Փաշինյանը նույնիսկ ինքը իրեն գերազանցեց դրանով, այսինքն ինչ արեց, ամբողջ աշխարհ։ Դուք եք սպասում, որ ինչ լինի։ Փաշինյանը գործում է ակտիվ, մեկուսացնում է ընդդիմության լիդերներին։ Շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս։ Մենք սպասում ենք այդ սխալները կլինեն ճակատագրական եւ այդ օրը ընդդիմությունը իր խոսքը կասի, Ծառուկյանը նույնպես։ Գուցե դա Հայաստանի համար կդառնա ճակատագրական, մտավախություն ունեք, որ մենք կկանգնեցնենք, դա լինելու է Հայաստանի համար, դա լինելու է Հայաստանի համար, բայց մենք դա կանգնեցնելու ենք։ Եվ պարոն Կարապետյան, գնեք, այդ ոչ ժողովրդավար գնահատվող տեսարանը, որ տեսանք Ծառուկյանից տանը, ասում են, որ դա Նարեկ ջան, դուք եք չէ գնահատում ոչ ժողովրդավար դա։ Ոչ ժողովրդավար։ Եվ ասում են, որ դա ազդակ էր ուղղված մյուս ընդդիմադիր լիդերներին, մեսեջը ձեզ Քոչարյանին ինչ հետևություն։ Ես Քոչարյանը արդեն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք, այսինքն մեզ դրանով վախեցնել հնարավոր չի։ Դրա համար ինքը նոր բան պետք է հետաքրքիր մտածի մեր համար։
Դրանով մենք չենք Մտածում, Դե չգիտեմ։ Կարապետյան վերջին Մտածել, հիմա Ծառուկյանին ինչ մտածեց։ Պարոն Կարապետյան վերջին հարցը էլի այսօր նաև մամուլի լրատվամիջոցների թափանցիկության մեջ վարչապետն անդրադարձել, ավելի վաղ էլ նախագահի հետ էր այդ մասին խոսել, որ հատուկ խումբ է ստեղծվելու հրապարակումները համապարփակ ուսումնասիրելու համար։ Ինչ է կարծում, ինչու է հենց այս փուլում այսպիսի նախաձեռնություն, այսպիսի խումբ ստեղծում։ Դե ինքը հայտարարել էր, ուզում է լրագրողներին ուղարկի ֆայլաբազար, դրա համար ուսումնասիրելու է ու ճանապարհ է առաջին ինձ ման Արեքին է ուղարկել։ Պարոն Կարապետյան, մի Շատ բարդ հարցեր է տալիս։ Պարոն Կարապետյան, Կարապետյանը անցմինիստրի դահլիճ։ ինքնաբացարկների մասով 106 անձ ինքնաբացարկ ներկայացրեց, ճիշտ է նշեցիք վստահության մասով, բայց կան այսպիսի մտավախություններ, որ դուք մտավախություն, այսինքն ձեր դաշինքը մտավախություն ուներ, որ այս անձինք կմիանան խորհրդարան մտնելով իշխանության, դրա համար են նրանք հեռացել Դուք հավատացեք, ոչ մեկը չի միանա, նույնիսկ ոչ թե այդ 100 մարդուց, այն 100,000 մարդուց էլ ոչ մեկը չի միանա։ Իսկ այն մինչև Դուք մի դրանում անհանգստացեք։